իր ամբողջ ռեսուրսը, ԿՊ-ն ու պետական ռեսուրսը դրել է ոչ թե զարգացման վրա, այլ քայքայման վրա, ոչ թե հանդուրժողականության վրա, այլ ատելության վրա։ Սրանք տարածել են ատելություն ու օգտագործել պետական լծակները այդ ատելությունից բխեցնելով գործողություններ։ Ասել են սա պետք է նստի, ուղարկել են ոստիկանությանը, սրա դեմ պետք է գործառույթվի, ուղարկել են դատախազությանը, սա պետք է ունես զրկվի, ուղարկել են հարկայինին, սա պետք է չապրի, ուղարկել են խուժանին, ու իրանք հիմա ասում են ոչ ատելությանը։ Հավատում եք ժողովուրդ։ Էլ ինչ խնդալու բան են գրել իրենց կանոնագրքում։ Հա, ասում են կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում քաղաքական գործընթացներում։ Այդ դեպքում աշխարհին թքելով հայտնի միակ պաշտոնյայի հետ ոնց եք վարվելու։ Ալեն Սիմոնյանը վայր է դնելու մանդատը այսօրվաղը։ Այսօր կարդում եմ Դիլիջանի համայնքապետը եւ Թեղուտի գյուղապետը իրար ծեծել են։ Դրանից առաջ կարդացինք Ծաղկաձորի փոխքաղաքապետն ու տղան եւ ընկերներն են ծեծել մեկ այլ տղայի։ Դրանից առաջ կարդացինք Սպիտակի համայնքապետն է հայոյանքներ հնչեցրել իր քաղաքացու հասցեին։ Դրանից առաջ Լոռու մարզպետներ ծեծել համայնքապետերից մեկին եւ այլն եւ այլն։ Ամեն օր նման բաներ են լինում։ Ինչ է կանելու նրանց հետ, լավ։ Կամ եթե քաղաքական գործընթացներում բռնությունը վերացնում եք, բա ինչի՞ այդ կանոնագիրքն ընդունելուց հետո բանտից չի ազատվել Սամվել Կարապետյանը։ Նա բանտում է կառավարության քաղաքական ահաբեկչության պատճառով։ Ինչու բանտից ազատ չի արձակվել Բագրատ Սրբազանը։ Միքայել Սրբազանին երբեք ազատ արձակելու է։ Այսօր թե վաղը։ Իսկ Վարդան Ղուկասյանին, իսկ կալանավորված մյուս 4 տասնյակ մարդկանց, որոնք կալանավորված են քաղաքական հողի վրա։ Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու եք։ Ներողություն եք խնդրելու նրանցից բոլորից։